Շնորհակալություն, Տիկնայք և պարոնայք, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության դատախազության 2014 թվականի գործունեության հաղորդումը և հիմնական զեկուցող գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրջագույն փորձությունների ենթարկելով մեր համբերությունը, խփելով շատախոսության բոլոր հնարավոր ռեկորդները, մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը։ Ու չնայած այդ ընթացքում կիրառում էր կասկածելի և մեծ հաշվով շոումենին հարիր ժեստիկուլյացիա, շոուն չստացվեց, որովհետև ով, բայց հայ հանրությունը լավ գիտի, թե ժողովրդական լեզվով ասած, ինչ բեջուռա կենդանի է Գևորգ Կոստանյանական գիծ աղվան հովսեփյանական իրավաբանությունը։ Այդ իրավաբանությունը օրինակ որոշել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2013 թվականի հունիսի 1-ին իր տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ քնած է եղել և ինչպես Գևորգ Կոստանյանն է հայտարարել, չի եղել Ավետիք Բուդաղյանի հետ տեղի ունեցածի դեպքի վայրում։ Ինչպես գիտեք, այդ ողջ իրադարձությունները 2013 թվականի հունիսի 1-ի տեսաձայնագրվել են Սուրիկ Խաչատրյանի տան անվտանգության տեսախցիկների կողմից։ Եվ ուսումնասիրելով այդ տեսաձայնագրությունները 2013 թվականի սեպտեմբերի 30-ին ես այս դահլիճում Գևորգ Կոստանյանին հարց ուղղեցի, թե արդյոք նախաքննությունը պարզել է, թե այդ տեսաձայնագրության մեջ ժամը 23:08-ի 4 վայրկյանին ով է ձայն տալիս կանչում Ավետիք Բուդաղյանին։ Այդում կանչի ձայնի վրա է Բուդաղյանը ետ շրջվում, փոխում իր շարժման ուղղությունը և ստանում մահացու, կրակոցը մահացու վնասվածքը։ Այս հարցինի պատասխան Գևորգ Կոստանյանը ինձ համար զարմանալի կերպով նախ ընդունեց, որ իրոք այդպիսի կանչ կա տեսաձայնագրության մեջ, բայց հետո տվեց մի շատ զարմանալի պատասխան, մեջբերում եմ, ով է կանչել, ով չի կանչել, էական չէ, իմ հարցին ի պատասխան ասաց պարոն Կոստանյանը։ Սա չափազանց տարօրինակ պատասխան է, որովհետև այդ կանչի դրվագը ոչ միայն էական է, այլև առանցքային նշանակություն ունի այս ողջ պատմության համար։ Որովհետև եթե պարզվի, որ այդ կանչի հեղինակը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, ես խորապես համոզված եմ, որ հենց Սուրիկ Խաչատրյանն է։ Գևորգ Կոստանյանի առաջ քաշած վարկածը Սուրիկ Խաչատրյանի դեպքի վայրում չլինելու կամ քնած լինելու մասին գլխովին կջախջախվի, ակնհայտ բացահայտ փաստացի կապացուցվի, որ դա կեղծ եւ շինծու վարկած է։ Իսկ Կոստանյանն ասում է, դա էական չէ։ Այսպես կարող է ասել միայն մի մարդ, ով կան կիլոմետրերով հեռու է իրավաբանությունից, կամ զբաղված է քրեական գործերը կեղծողի, կոծկողի, պարտակողի պրոֆեսիոնալ գործունեության։ Ես այս դահլիճում Գևորգ Կոստանյանին հարց եմ տալիս, ասում եմ, պարոն գլխավոր դատախազ, Հայաստանի Հանրապետության դատարանը որոշել է թույլատրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին, մի քանի մերձավորների գաղտնալսելու միջնորդությունը, այսինքն բավարարել քննիչի մեծնորդությունը, ազգային անվտանգության ծառայությունը քննիչին պատասխանել է, որ գիտեք, այդ գաղտնալսումը չենք իրականացրել տեխնիկական պատճառներով։ Ես բացատրություն եմ պահանջում, այս ինչ իրավահամակարգ է, Գևորգ Կոստանյանը այս ամբիոնում մի ոգևորվում է, տեղում թռվռում է, ասում է, ճշտեք փաստերը, ասում է, ոչ ոք, ոչ մի դատարան Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու որոշում չի կայացրել կամ թույլտվություն չի տվել։ Պարոն գլխավոր դատախազ, հանգստացեք, ով այս դահլիճում հիշատակել Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու միջնորդության կամ Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու որոշման մասին։ Այստեղ փաստացի խոսվել է Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին գաղտնալսելու որոշման մասին։ Ու որ այս գաղտնալսման կոնտեքստում Սուրիկ Խաչատրյանը առանցքային օբյեկտ է, հիմնավորվում է հենց դատարանի կայացրած որոշմամբ, որովհետև այդ դատարանի կայացրած որոշման մեջ չի ասում է, թույլատրում եմ գաղտնալսել այսինչ քաղաքացուն, այնինչ քաղաքացուն, ասում է թույլատրում եմ գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի վարորդներ այսինչ այսինչանին եւ այսինչ այսինչանին։
Եվ եթե ժամանակակից հայկական տերմինաբանությամբ խոսենք, կարող ենք արձանագրել, որ այդ մարդիկ ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի վարորդներն են, այլև ժամանակակից տերմինաբանության համաձայն կներեք այդ տերմինի համար, այս խորհրդանում ներկա գտնվող բազմաթիվ մարդիկ են շրջանառության դրել, Սուրիկ Խաչատրյանի հեռախոս բռնողների մասին է խոսքը։ Ու գլխավոր դատախազը ասում է, հա ինչ է եղել, որ ասում է տեխնիկական պատճառներով չեն գաղտնա լսել։ Քանի կոպեկի արժեք ունի ձեր դատարանը եւ իր կայացրած որոշումը։ Քանի կոպեկի արժեք ունի ձեր ազգային անվտանգության ծառայությունը, որ դատարանի որոշումը չի իրականացում։ Այդ ոնց է, որ գաղտնալսման հերթը մերն է, անդիմադիր գործիչներինն է, ոչ մի տեխնիկական բարդություն չեք ունենում։ 24 ժամ պատրաստ եք լսել ոչ միայն մեզ, մերձավորներին, բոլորին։ Երբ որ հերթը ձերն է գալիս, ձեր կուսակցության, ձեր իշխանության ներկայացուցիչներին, ասում եք տեխնիկական բարդություններ ունենք։ Ու այսքանից հետո հարցինի պատասխան Գևորգ Կոստանյանն ասում է, այ եթե ասում է Սուրիկ Խաչատրյանը հանցանք գործի, եթե ապացուցվի նրա հանցանքը, ասում է, նրան դատի կտամ ես։ Հե ո՞նց պետք է ապացուցվի։ Ինչպես հայտնի պերսոնաժը կասեր, ապացույցների վրա նստած ապացույց եք ման գալիս։ Բայց տեխնիկական բարդություն ունեք, լսողության բարդություն ունեք, քաղաքական բարդություն ունեք, իրավագիտության բարդություն ունեք, բայց ո՞նց պետք է ապացուցեք, պարզ չի, որ չի ապացուցվի։ Մի հատ էլ մեզ ասում է, գնացեք Բուդաղյանի դատին Սյունիքի մարզի Առաջատյանի դատարանում, մասնակցեք, ասում է, կտեսնեիք, այնտեղ իր դատավարությունն է գնում, գնացեք տեսեք, որ հարցեր չծագեն։ Գնանք ինչը տեսնենք, որ Սյունիքի մարզի Առաջատյանի դատարանը 5 ամիս չի կարողանում հայտնաբերի Սուրիկ Խաչատրյանի որդուն, բերի եւ հարցաքննի որպես վկա։ Իսկ այդ նույն ժամանակ, երբ որ դատարանը օրական ռեժիմով ծանոթագիր է ուղարկում, Սուրիկ Խաչատրյանի որդին իր բրաբուսը քշում է Երևանի Մաշտոցի պողոտայի մայթերով։ Մի հատ էլ ոստիկանությունը որոշում է, ասում է, լավ, եկեք ամոթա, բերման ենթարկենք, տուգանային հրապարակ տանեք, տանում են տուգանային հրապարակ ու ոստիկանություն այնքան ողջևորված է իր այդ դարակազմիկ համարձակությունից, որ լրատվական արտահոսքեր են կազմակերպում, որ մեր քաջարի ոստիկանությունը լտեսեք էիս դուխովա, Սուրիկ Խաչատրյանի տղունա տարել տուգանային հրապարակ։ Ու միշտ տոնախմբությունը ոստիկանները քեֆ ուրախություն են կազմակերպել, իրանք էլ են զարմացել իրաց դուխի վրա։ Մեկ էլ զանգ է հնչում, որ նախագահականից Սերժ Հոպարն ասում է երեխային եւ իր բրաբուսը հանգիստ թողեք։ Ինչ արել, հո չի կերել ձեր մարդերը, մի հատ մայթի վրայով քշել է, էլի, այնց աղմուկ եք դրել։ Գնայինք էս տեսնեինք դատարանում։ Ես էլի ուզում եմ այդ ժեստի տարօրինակ ժեստիկուլյացիային անդրադառնամ, պարոն Կոստանյան։ Տպավորությունն է, որ դուք ձեզ հաշիվ չեք տալիս, թե ես որտեղ եք գտնվում։ Սա մի մարմին է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նշանակում է գլխավոր դատախազին։ Եկել է մոտը սենց անում։ Այդ որ Սերժ Սարգսյանի մոտ զեկուցելիս եք ելնում տենց եք զեկուցում։ Սա գլխավոր դատախազ նշանակում մարմինն է, մեկ ձեզ կարգի հրավիրեք։ Ընդհանրապես ձեր ցուցամատը ձեզ պահեք եւ նշանակեք ըստ նշանակության, ինչ է նշանակում պատգամավորը հարստա վրան ցուցամատով մատ թափտակ։ Սա երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունն է եւ եթե ձեզ շարունակեք այդպես պահել, ես ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի օգնության կարիք եք ունենալու։ Մի հատ ինձ պատգամավորին ասում է իրավաբանությունը գիտես ինչ ասում է, անկախ նրանից դու դա հասկանում ես թե չես հասկանում։ Կոստանյան Գևորգ, ես ձեզ եւ ձեզ նմաններին հասկանալու տեսություն եւ պրակտիկա կարող եմ դասավանդել, սա հաշվի առեք։ Եթե հասկացաք իմ ասածը, շատ լավ, եթե չհասկացաք, ուրեմն խորացված դասընթացների անհրաժեշտություն ունեք։ Շնորհակալություն ուշադրության համար։